Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո, կներեք իմ ասած ժամից մի քանի րոպե ուշացումով մոտեցա, միացա, դա ունի իր պատճառները իմիջայլոց, բայց դա թողնենք, ես խնդրում եմ եկեք մասնավոր որպեսզի խոսակցությունների կամ զանգերի չանդրադառնանք, դա մի քիչ կամերայես կողմի աշխատանքներ են, պարզապես վստահ եղեք, որ ես պատրաստ էի 10-ին հենց եթեր անի, բայց մի քանի րոպե նենց ստացվեց ուշացանք։ Ներողություն եմ խնդրում։ Ուրեմն խնդրում եմ նախ եւ առաջ, որպեսզի ես եթերը հնարավորինս տարածեք, ես գիտեք նման խնդրանքով շատ հազվադեպ եմ դիմում, կարող եմ հուշել, որ եթե ձեզ դուր է գալիս տարածեք, եթե չէ, բայց այս պարագայում ես ուղիղ եմ խնդրում, որպեսզի հնարավորինս տարածեք։ Ելնելով երկու հանգամանքից, ամենայն անկեղծությամբ։ Հանգամանք համար 1 Facebook-ով վաղուց եթեր չեմ արել ու շատ պասիվ եմ, ավելի պասիվ եմ, եթե նկատել եք, որովհետև լրջագույն հարձակումներ էին մի երկու ամիս էջիս վրա, այն որ անգամ ամենածիծաղելի բաներն էին արդեն բլոկում, կոնկրետ ուղղություններով աշխատում են, ես տեսել եմ այդ աշխատանքը ու գիտեմ թե ովքեր են, համ կակտիվանա, ինչի համար շնորհակալ կլինեմ, առաջիկայում դեռ շատ իրար պետք կլինեն, եւ երկրորդ տարածեք, որովհետև մի եթեր կա, որը շատ տարածվում է փորձենք դրա դիմացնառնենք, այո, չնայած որ արդեն վաղուց առնված է դեմը, էլի հարցը դա չի։ Ուրեմն խոսքը վերաբերվում է այսօր Եռաբլուրում տեղի ունեցածին, բլոգերներից մեկը Արտուր Չախոյան գնացել էր Եռաբլուր եւ փորձում էր կոմենտները պոկել եւ պոկում էր եւ ներկայացնում էր թե ինչքան վատ աշխատանք է արվել։ Անկեղծ եմ ես ասում, սույն անձնավորությունը երդվում եմ, եթե ես ցերեկ ես եթեր անի, շատ ավելի հնարավոր է կոպիտ լիներ, փառք Աստծո, որ հիմա եմ անում ու փորձելու եմ ավելի գործնական խոսել, քան անձնական ուղղություններով։ Ուրեմն, ես այս անձնավորության հրապարակումների այնց հետևորդներից չեմ, երբեմն աչքովս ընկնում է, դե համացանց է, բերում է, բնականաբար, տեսնում եմ, իմ գնահատականը մտովի տալիս անցնում եմ առաջ, մի մարդ է, այսօր շատերն են եթերներ անում, ինչ որ իրենց պատկերացումներով թերություններ հրապարակում կամ որոշակի ազդեցության գոտիներում, քաղաքական ազդեցության գոտիներում գործում, ես ընդամենը դրանք տեսնում եմ, հաշվի եմ առնում, անցնում եմ առաջ։ Ծանր չեմ տանում։ Բայց կա որոշակի կարմիր գիծ, որից այն կողմ ես չեմ կարող թույլ տալ որևիցե մեկին, ով ուզում է լինի։ Այս պարագայում կարմիր գիծ երկու հատ է հատվել, երկու հատ։ Մեկը այն որ Եռաբլուրի հանգամանքն է կոնկրետ ու Եռաբլուրը մի հատ էլ հուշեմ բոլորին, որ շոուներ անելու վայր չի ու նրանք ովքեր շոուներ են անում, քաղաքացիների հիշողության մեջ դեռ երկար կմնան, ես ձեզ սա խոստանում եմ, որովհետև ինքս թույլ չեմ տա, որպեսզի որևիցե մեկը մոռանա ու ժամանակ առ ժամանակ արկեղած դեպքում հիշեցնելու եմ մարդկանց շոու անողներին, եւ երկրորդ, որ խոսքը վերաբերվում է Ռոմիկ Մխիթարյանին, ես որքան էլ որ Ռոմիկ Մխիթարյանը իմ ավագ ընկերն է, իմ զինակից ընկերն ու իմ հրամանատարն է, այնուամենայնիվ քաղաքային պաշտոնի իր դիրքում մեր շփումները այլ են։ Ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ցանկացածը կարող է հաստատել։ Բայց երբ որ գործնականից խոսքը անցնում է անձնականին, դա կներեք բացառվում է ես թույլ տամ։ Ինչպես որ ցանկացած մեկս չենք կարող, չէ՞ նման բան թույլ տալ։ Այո, այստեղ ինձ համար այդ հարաբերությունը անձնական չափազանց կարևոր է, ոնց կուզեք այդպես ընդունեք։ Այսինքն, եթե մեկը, օրինակ, Ռոմիկ Մխիթարյանին քննադատի կամ նրա աշխատանքին քննադատի, ես կամ կնկատեմ կամ չէ, բանա, գիտեք, պաշտոնյա, մարդը վարչական շրջանի ղեկավար է, մարդիկ եթե անգամ քննադատեն անտեղի, շատ հնարավոր է էլի լուրջ չվերաբերվեմ, բայց երբ որ անձին են անդրադառնում, ով ուզում է լինի, դա չի կարա ներվի։ Այս երկու կարմիր գիծն էր, որ հատվեց, ինչի հետևանքով ես որոշեցի եթեր ունենալ այսօր անպայման ու խոսել դրա մասին։ Ուրեմն, հիմա ես ցուցադրեմ, առավոտյան արթնանում եմ ու ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ հետևյալը։ Դուք բոլորդ շատերդ երևի կճանաչեք։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձայնը ցածր է։ Միլոպե։ Անցած տարի Երևանի քաղաքապետարանը այս ճանապարհը նորոգել է ու ճանապարհը ամբողջովին քանդվել է նորոգված ճանապարհը ես հետ կտեղադրեմ եւ
ճանապարհը միայն այս հատվածում չի քանդված, այլ ամբողջ ճանապարհն է քանդված։ Նորից եմ նշում, այս ճանապարհը անցած տարի են դեկտեմբերի վերջ աշխատանքները ավարտվել։ Ուղղակի ես շատ բան չեմ ասի։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ու ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, մեծ ցավ եմ ապրում, որ անցկացվող բարեկարգման աշխատանքները նման ձևի են անցկացվում, ավելի մեծ ցավ եմ ապրում, որ այդ աշխատանքները անորակ ձևի ստե են անցկացվել, որտեղ նման բան պիտի տեղի չունենար։ Ուղղակի Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը այս ճանապարհը նորոգելու ժամանակ 1000 անգամ, եթե ոչ 100,000 անգամ եկել աստե տեսանյութներ էր հրապարակում, որ ինքը տեսեք ինչ հզոր ղեկավար է, ասես գալիս էր, այսենց մատները տնգած, այսենց նկարներ էին անում, այսենց ես մի ձևերով նկարներ էին անում, մենք ենք հզոր ենք, մենք էս ենք սարքում, մենք էս ենք սարքում։ Ռոմիկ Մխիթարյան, էսա ձեր սարքածը։ Էսի Ռոմիկ Մխիթարյան, ձեր կառավարման պատկերն է, անկեղծ։ Էսի նույն Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի այն տերասային նստարաններն է։ Ուղղակի էսի խայտարակությունն է, ու էս խայտարակությունը ոչ մի սահման չունի, անսահման է։ Մարդիկ որ ամոթ ունենային, սենց աշխատանքներ չեն անի, ու չեն գա PR-վելու, ստեղ նկարվելու, սենց մատերը ցցած ստեբան, իամ թե շատ են գործից հասկանում, իրանք պրոֆեսիոնալներ են, երևի կյանքի մեջ էսկին մեխի խփաշ չկան, պատին, ուղղակի բախտի բերումով թաղապետ են դառել։ Ներողություն, որ թույլ տվեցի ամբողջ նյութը դիտել, դա նրա համար էր, որպեսզի որևիցե մեկը հետո չշարքի, թե կիսատ եք ինչ-որ բան ցույց տվել եւ այլն։ Ներողություն ձեր համբերությունը շարքելու համար։ Հիմա նախ ուղիղ ասեմ Արտուր Չախոյանին, Ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ էլ ճիշտ հասկացեք, խնդրում եմ որպեսզի անձնական վիրավորանքներ որևիցե մեկի հասցեին չհնչեն մեկնաբանությունների դաշտում, ես եթերից հետո ուշադրություն եմ դարձնելու ու ջնջելու եմ։ Եթե ունեք ասելիք առանց ուղիղ վիրավորանքների։ Եկեք մենք ճիշտենք որևիցե մեկի մակարդակին։ Շնորհակալություն դրա համար, հետևողական լինելու համար։ Ուրեմն, նայում եմ ես նյութը առավոտյան։ Ու քանի որ ինքս ծանոթ եմ ու հիանալի գիտեմ, թե այդ ժամանակ էլ գիտեի, թե ինչ աշխատանք է արվում ու ինչ ծանրաբեռնված գրաֆիկով առանց ժամային հասկացողության, սիրտս այթում էր արդեն, բայց ասի լավ, թող մնա աշխատանքից հետո մի խոսքով։ Հիմա Արտուր Չախոյան, դու ուղիղ քեզ ասում եմ, դու իմ ներկայությամբ չես կարող այդտեղից մի հատ քար հանել։ Մի հատիկ քար, այս տեսանյութի մեջ ամենասկզբում, դրա համար է այդպես սկսվում, երբ որ առաջի քարը հանելով է սկսվում, ոչ թե ինչպես է հելնում։ Որովհետև նախ եւ առաջ ես արդեն գնացել նկարել եմ, գիտեի որ երեկոյան եմ եթերանելու ու մուտք կլինի, արդեն գնացել նկարել եմ, հեսա ցույց կտամ ձեզ, ժողովուրդ ջան, ինքներդ կտեսնեք ամբողջը։ Ուրեմն, այնտեղ հստակ երևում է, թե ինչպես է փորփրած ջարդած այդ քարերի անկյունները ու նախապատրաստած, որպեսզի այդ օրը դու գնաս ու հենց այդտեղից սկսես քո նկարահանումը։ Իհարկե ես գիտեմ, որ այդտեղ կա քաղաքական ազդեցություն, դրա մասին առանձին, ես ասելիքներ շատ ունեմ այդ մասով, բայց հիմա բուն գործից ենք խոսում։
Դու չես կարող իր ներկայությամբ կլինի մատով, կլինի երկու ձեռքով, թե կլինի այն ձեռքիդ բանալի օգնությամբ, այնտեղ քար հանես։ Դա եղել է նախապատրաստած, սկսենք այդտեղից։ Երկրորդ։ Իմ ձեռքի տակ կան նկարներ, որոնք խնդրել ու վերցրել եմ, ժողովուրդ ջան։ Հիմա հերթով ձեզ էլ ցույց տամ։ Նախ եւ առաջ, երբ որ դու նախագիծ ես խնդրել, որպեսզի քեզ ուղարկեն, որ դու գնաս դրա շրջանակներում ուսումնասիրես, լավ ես արել։ Դու քո գործունեությունն ես ավալում, ես այդտեղ խնդիր չունեմ։ Բայց մի հատ ուշադրություն դարձնեիր, ավել ինչ է արված ու համեմատեիր այդ նախագծի հետ, որովհետև նախ աշխատանքի ընթացքում արդեն այնտեղ հետևողական եղել են, ինչպես ես հասկացա։ Եվ երկրորդ այնտեղ նախագծի համար հատկացած գումարից ավել աշխատանքներ ա արվել։ Ասեմ ավելին, ժամանակ է եղել գիշերը 2-3-ը մինչև Մխիթարյան Ռոմիկը, ում որ ասում ես բախտները այդ բախտի բերումներն էլ կանդրադառնանք դեռ, բախտները բերել է պաշտոն բան, այդ շատ-շատերի բախտն ա բերել, որ Ռոմիկը Մխիթարյան վերջապես պաշտոն ունի, այդ կարճ ասեմ, հետո կանդրադառնամ։ Բախտները բերել է պաշտոն բան ու տեսեք, այ ձեր բախտն ա բերել, որ գիշերը 2-3-ին դուք մենք ունենք վարչական շրջանի ղեկավար, ով գնում աշխատողներին էլ խնդրում է, որ ավել մնան, ավել աշխատեն, որպեսզի հասցնենք մինչև տոները, ամանորյա տոները, բաց լինի ճանապարհ, արդեն վերջացրած լինեն։ Շատ կենսագրականի մեջ չխորանալով ասեմ, որ աշխատանքները մոտավորապես այսպես է արվել, ժողովուրդ ջան, նախ եւ առաջ կողքի բորդուրները ներառված եղել նախագծի մեջ։ Դա արվել է հավելյալ, այսինքն ստեղծվել է այդ բորդուրները, որ գրկի տոմետները, որ ավելի ամուր լինեն։ Երկրորդ, այն լույսերի համար, որ կառուցված է կողքերից, այն ժամանակ եղել է դատարկ, 4-ից կար են տնգծրել, տենց է եղել։ Դե ժամանակ այդ հնարավորություն են երևի ունեցել, չեմ ուզում անցյալին այս բառագայում անդրադառնալ։ Բայց այստեղ բետոնը լցրել են։ Գումարած լուսավորությունը, այն որ խողովակներով բերել հանել են ու առաջիկայում լույսերն էլ կլինի։ Սրա մասին ինչի՞ չես անդրադառնում։ Ավել աշխատանքները չկա ասելու։ Ուրեմն հերթով նկարները ցույց տամ։ Սա քանդել են, ուրեմն նախկին տոմետները հանել են, դե որովհետև լրիվ բարի գնացած էր, երևի հիշում եք։ Թողել են մենակ տակի բիտոնը, կողքից բորդուրները շարված է ու բիտոնն է։ Դե այստեղ աշխատանքներն են շիբինա լցվել, խնդրեմ, շիբինա լցվել, որի վրա հյուսվել է այս արմատուրեքը, որոնք երբեք չեն եղել, խնդրեմ, ընթացիկ աշխատանքները, հետո տրամբովկա է արվել շիբինը բիտոնի վրա, խնդրեմ, այստեղ դեռ աշխատում են, այս ամեն ինչը նկարներով կա, խնդրեմ, սրանք սա այս պրոցեսներն են, այս պրոցեսները, որի վրա, խնդրեմ, ամբողջ է, կարող եք արմատուրեքը մտնել անգամ հաշվել, ենքան նկարչացվել, սրանք սա աշխատանքային պրոցեսներ են, սա լույսերի համար հատկացված բայրն է, որտեղ որ դրվել է, որ բիտոն արվի, նոր քարերը դրվի, որպես իրարից չքանդվեն, հետագայում, ինչի միջով հետո պլաստմասից բանը անցակացված, պաբելներով ու թողնված է, որ առաջիկայում հեսա լույսեր էլ կլինեն, սրանք դե էլի արմատուրը աշխատում բան անելուց է, հետո բիտոնը անելուց հետո բերվել լցվել է ավազը, սա էլի այդ լույսերից է, խնդրեմ տեսեք, միջից դուրս է գալիս կապրունը, ինչի մեջ կաբելն է, որպեսզի այն տրակտորն էլ խփի չքանդվի կյանքում, որոնք որ քանդված են եղել, հեսա, նայեք ինչ արմատուրեկը մխած, սա այս սրանք պետք է մեր լավ ընկերը բան անել, սա էլ բիտոնը արդեն լցնում են մեջը, խնդրեմ, այստեղ փռում են ավազը արդեն բիտոնի վրա, ինչի վրա որ շարվում են տոմետները արդեն, այստեղ ինձ մի հատ տեղեր կա մազը չի կարող անցնել, այնքան որ քիփ են բան արվում, խնդրեմ, ու կարելի է այսպես պահել, որպեսզի տեսանելի լինի, արդեն ավազի վրա գալիս են տոմետները, այդրանք էլ խողովակները երևում է ոնց են հանվում, հետո այստեղ բիտոն է լցվում, ահա, այն ժամանակ այսա դատարկ է եղել ժողովուրդ ջան, սա արդեն մոտենում է վերջնական տեսքին, սա արդեն կարելի է ասել այդ պրոցեսներն է վերջնական, խնդրեմ, ինչ-որ մեկը ինձ կարասի, որ այստեղ արենքից կարա մի հատ քար հանի, սենց առանց ինչ-որ բան վնասելու, դա ֆիզիկապես հնարավոր չի, դա ոչ մի կերպ հնարավոր չի, այստեղից քար հանելը, ասեմ ավելին, ես այսօր այնտեղ եմ եղել ու այնտեղ աշխատանքներ են տալու, միջայլոց այդ աշխատանքները նախատեսված են եղել, ոչ թե եթերարվեստորեն արվում, չէ, ես գիտեի, որ նախատեսված են, այնտեղ եղանակային այս ցուրտ պայմաններից ու քանի որ տոմետի վրա աղջեր կարելի ցանել, բայց ցանվել է, սառուցել ու մարդիկ երկու հատ էլ բան կար, չէ, համ նոր տարուն են գնում դեռևս համ էլ ամսի 27-ին եւ 28-ին էր ընդունված գնալ, աղ են ցանել, որպեսզի բան չլինի, այն բանով որ եղանակները կդզվեն, ոչ ինչ, թեթև աշխատանքներ կտարվի ու կընկնի ամեն ինչ տեղը։ Այդ մարդու հետ եմ խոսացել անգամ, ով իր բերանով ասաց, որ ոչ միայն հնարավոր չի հանել
Այլ ոչ թե գործիքներ են կիրառում որպես անեն, այլ պերֆորատրով ստիպված են լինում մի հատ քար ջարդեն, հանեն, որ նոր մնացածը կարողանան հանեն, որովհետև տոմետը ավազի վրա է, այդպես է, նորմալ է, որ մի հատ հանեցիր, հանելով գնալու ես, տոմետ է դա։ Եվ դա տրավերցին է իմիջայլը, սա էլ հուշեմ, եթե տեղյակ չեք, տրավերցինը ինքը փափուկ քար է, կավային հատկություն ունի, ու այո, եղանակային լուրջ տարբերություններից ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շուտ է, կայքում կան օրինակ, ասենք, բազալտը։ Չնայած այդ իրավիճակում բազալտին էլ եթե հաղթած ինքը բան անելու։ Սա այդ նկարներն էին։ Հիմի այս ավել արած աշխատանքի մասին ոչինչ չկար խոսելու։ Բամատասեր, ասել գիտեք ինչ, այստեղ ես ինչ որ բան հանում եմ, բայց այ այնտեղ ոնց որ այս երկու բանը նախագծով չկա, այս խին արել էս մարդիկ։ Կարող է սրտացավ են եղել դրա համար են արել։ Կարող է շատ են ցանկացել լավ բան անեն դրա համար են արել։ Ես էլ եկել ստեղ ինչ որ բան եմ բզբզում։ Ես կրկնում եմ, էլի եմ կրկնում, կլինի մատով, կլինի ձեռքով, թե կլինի այն ձեռքիդ բանալիով, իմ ներկայությամբ դու չես կարող քար անել։ Այնտեղ ես նկարել եմ դա, հիմա անցնենք այդ նկարածին։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս վիդեոին, որը արել եմ այսօր մի քանի ժամ առաջ, քանի լույս էր, ասացի արագ նկարեմ գնամ իմ գործերով, որ երեկոյան կամ եթեր անելուց կարող է սա պետք գա, որ այնքան էլ հույս չդնենք բանավոր խոսակցությանը վրա։ Խնդրեմ, եկեք ցույց տամ ձեզ։ Ողջույն ժողովուրդ ջան, ուրեմն երեկոյան եթերի համար է սա, ուղղակի որպեսզի լույս աչքով գա, դրա համար եմ նախապես համառոտ նկարում։ Այս պահին ես գտնվում եմ Եռաբլուրում։ Այստեղ ինչ որ բան են փորձել ցույց տան։ Ես հիմա բոլոր նրանք, ովքեր եկել են Եռաբլուր, երբևէ եկել են այս ընթացքում տոներից հետո, նրանք կարող են փորձել նույն բանը, ու եթե ստացվի, ես ներողություն եմ որ։ Հիմա մանրամասն ցույց կտամ ինչա կատարվում։ Ամբողջ այս նոր արված աշխատանքի վրա մի հատ տեղ կա, որ քարը խաղում է։ Հիմա ցույց տամ։ Ահա, քարը մի քիչ խաղում է։ Թե ինչու է խաղում, դա արդեն եթերով կմանրամասնեմ նկարներով։ Հիմա սա խաղում է, թե մենակ սա է խաղացել։ Այսքան ժամանակ, այսքան գործի մեջ։ Մի հատ ինգե, որ խնդրեմ կարաս հանես։ Անգամ խաղացող, դեռներն էլ է դողում դաժե։ Անգամ խաղացող քարը որևիցե մեկ Այստեղ մի հատ պաուզա տանք ժողովուրդ ջան։ Հեսա ես ձեզ ֆոտոն ցույց կտամ, այ այստեղ են սաղուժով որ ուզում էր հանել, մատից արուն եկավ անգամ, դա ցույց կտամ հեսա։ Չի կարա հանի։ Ինչպես տեսնում եք, կողքերը այնքան բարակա, որ եկեք մի հատ բանալի փորձենք մտցնենք։ Մեկը կար չէ, բանալիով են հանում։ Բանալի չի մտնում։ Անկասնելու համար պիտի ասեմ, երկու տեղ կա, որ բանալին կմտնի բանալին։ Այստեղ գործա թարմացնում են, այդ էլ մի քանի օր առաջվանից են սկսել թարմացնել, կան նաև ճայզոններ։ Այստեղ հետ կապված եթերով մանրամասներ կասեմ։ Հիմա առաջանում ենք այն հատվածը, որտեղ որ մի հատ գաստրալյոր եկել փորձում էր ռեկլամ լինել, որ կյանքների մեջ Եռաբլուրի տեղը չեն իմացել, այսօր որոշել են մարդու համարով սա կյանքն է նվիրել Եռաբլուրին, փորձել են ինչ-որ ծաղրանքով բաներ խոսան, բաներ ցույց տան, տեսեք, sense նա այստեղից որևիցե մեկը մի հատ քար չեք կարող անել, քարի հաստությունը այս տիպի է, այս հաստությունն էլ ցույց կտա, դա անհնար է, էլի, մարդ սա վտանա, ուրեմն, հեսա դուք տեսեք ինչ են արել, դրանով պիտի զբաղվեն համապատասխան մարմինները, փչացնելու համար, ուրեմն, հիմա օրինակ այստեղ էլ աշխատանքները գնում է, հոպարս, ուրեմն ստեղ են, տեսեք, փոխում է մարդը, պերպերատորով է մի ձև հանել, այսա փոխում է մարդը աշխատողը, քարի հաստությունը նայեք, 6 անցի, բանը անհնար է հանելը, պերպերատորով է հանվել, հեսա ես այն անձնավորության հանածը ցույց կտամ ձեզ, ջարդել է դաժե մի հատ քար, որպեսզի կարողանա հանի մի քանի հատը, հասկանում եք, սա մշտ աշխատանքներն են, որը այսուհետ տեղի ունենալու, որովհետև անընդհատ փոքրիկ խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծվեն, էլի։ Հիմա գալիս ենք այն հատվածը, ահա այն հատվածը, որ այսօրվա գաստրալյորը այսքան տեղը։ Երեք իրիկունը, կներես։ Հիմա այս ամբողջ հատվածը նայեք, ամբողջ ինքներդ էլ որ կա Եռաբլուր կտեսնեք, չէ՞, շովերը։ Ու նայեք այստեղ։ Նայեք, ջարդելով, վնասելով, ինչ որ կերպ կարացել է հասնի նրան, որ ինչ որ բաներ մտցնելով հանեն դնեն, հետո կարողանա եթերով թե բան նայեք հելնում է։ Խես ջարդ է քարը արա։ Այս քարերը խես ջարդրտել, որպեսզի կարենաս մի բան անես։ Որևիցե մի հատեղ խնդրեմ։ Որևիցե մի հատեղ այդպես բան չկա։ Մի հատեղ այդպես բան չկա։ Խես ջարդրտել արա էդի։ Խես էս բարվել արա։ Էս ինչ արա։ Դա անգամ հատել են բան ցույց տալիս, նայեք։ Անգամ էս իրա հանածն ու դրածն է, թե ոնց են անել նախորդ պատրաստվելով թե ինչ չգիտեմ։ Անգամ էս վիճակում իրան հանելը չափազանց բարդ խնդիր է։ Չափազանց բարդ, որովհետև խաղում է բաշել։ Եվ ելիք սարքվի, մնացած մանրամասները դե բնականաբար եթերով երևի հենց հիմա դիտում եք արդեն։ Տեսակ չէ ձեր աչքով։
ձեր աշխով տեսակ կողքերից ջարդված, դա դիտավորն է Կարինե ջան, ես հետևողական եմ լինելու այս գործին։ Անպայման երրաբլուրում տոմետները կողքերից ջարդերը ու իր վիդեոն էլ տեսակ, չէ՞։ Ուզում եք մի հատ էլ դնեմ, որպեսզի հիշեք, թե վիդեոն ինչպես է սկսվում։ Առաջի քարը ինչպես է դուրս գալիսը, ինչ որ չենք կարողանում տեսնել։ Ինչ որ չենք կարողանում տեսնել։ Առաջի քարը պատրաստ է արդեն հանելով սկսվում է։ Խնդրեմ, ես իր վիդեոն է։ Հեսա հələ մի անգամից ձեզ հետ տա։ Սա իր կներեք, ահա։ Մի վարքյան որ բան չլինի։ Տեսեք, նայ։ Այս առաջի քարը, այ միջև են հանել են մի հատ այնտեղ կա, չէ՞, հեսա։ Այսա ոնց է հելել, ոչ ոք չգիտի։ Իսկ դա դուրս է եկել ջարդելով, հատուկ ինչ որ բաներով տակը գցել հանելով։ Սա բավարար է դրա համար, որ ես հիմա այն ինչ որ ասում եմ, տեղին եմ ասում։ Ուրեմն, հիմա գործի առումով ընդհանուրը պատկերացրեցիք, արագ հələ դեռ խոսենք, մենք այսօր հələ ժամանակ ունենք, մանավանդ որ հետո պարզվեց, որ խոսքի մեջ անդրադառնում է 30-ամյակի այգու շինարարությանն ու այնտեղի տախտակներին, որի պատճառով ինչ որ մարդիկ են գործել, ես չգիտեմ, բայց ես դրա մասին ժամանակին եթեր արել եմ։ Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, տես, Արթուր, դու ես եթերը դիտում ես։ Երբ որ դու ասում ես, բախտները բերել է պաշտոն են ստացել։ Ուրեմն, արի ես քեզ սովորեցնեմ այսքան տեղը։ Ռոմիկ Մխիթարյանը երբեք պաշտոնի մասին չի մտածել։ Իր պաշտոնը եղել է իր զինվորական լինելը, մեր պետության համար։ Իր զինվորական լինելը եղել է իր պաշտոնը։ Այո, զուգահեռաբար նաև քաղաքական գործունեությամբ զբաղվել է, բայց երբեք ոչ մի գնով չի ձգտել պաշտոնների։ Նա այսօր մեր վարչակարգաշրջանի ղեկավարն է։ Ինքը սիրում է հիմա իր աշխատանքը ու սիրում է Մալացիա վարչական շրջանը։ Ուրեմն ամսի 25-ից առաջ իմ ընկերներից մեկը վարչական շրջանում աշխատում է էլի, ես մի բան եմ պատմում, ասում եմ գնել ջան, գիշերը 3-ն անցնում եմ, տեսնում ես տղերքը սպասում են մատերիալին, որովհետև խոստացած է որ մինչև 25-ը բրծածա լինելու ինչ գնով ուզում է լինի, բայց մատերիալը ուշացել է։ Ու իրանք էլ հավաքվել էին որ գնային։ Մոտեցել են, խնդրել պայել եմ, կապվել եմ ինչ որ կերպ, որպեսզի մատերիալը որ ժամն ուզում է տեղ հասնի, այս մարդիկ գործը վերջացնեն։ Այս ամեն ինչը իրենց գործառույթի մեջ չի է։ Քեզնից ավելի լավ իրենք կարան կամերաներ վերցնեն ու գնեն այս կողմեն կողմ ու ցույց տան թե ովքեր ինչում են Թերանում։ Աշխատողը այնտեղ կանգնած, ասում է գնել ջան, սա տրավերտին է։ Այ միջայլոց արի ես խոստացած ֆոտոներն եմ ցույց տամ, չստացվի էլի որ բան, կիսատ պրատ բան չդառնա։ Սա էլ այդ տղան որ այնտեղ որ վիդեոյի մեջ տեսակ չարչարվում էր հաներ սա ուժով, խնդրեմ, դից մատը պայթեցրեց։ Այդքան ուժ օգտագործել, կիրառել, բայց մեկը էլի չստացվեց։ Իրոք եկեք ժողովուրդ։ Մեկը էլի չստացվեց որ անեն։ Դու ապեր տորքան գեղն ես, ինչն ես։ Իմիջայլոց, երբ որ 5-րդ տալիքը եկել է, ստեղ դրել փորփրել ես այսա, որպեսի նկարեն, թե բա տեսեք փորվում է։ Դու չգիտես տրավերտինն ինչ է։ Դու չգիտես տրավերտին, ձմեռ եղանակային փոփոխություն, տրավերտինի մեջ կավային հատկություն կա։ Ինչի՞ ես դրել փորել արա, խես քանդել բարի տվել արա։ Խես բարի տվել։ Հասկացանք մի 20-25-30 տարի հնարավոր է բան չի արվել։ Ու ժամանակին ամեն ինչ վարի է գնացել։ Այսօր արել են ու զուգահեռ խնամք է գնալու։ Ամեն անգամ պիտի գաք բան փորեք։ Դու Ռոմիկին Մխիթարյան ասում ես կյանքներում մի հատ մեխած չկան։ Ռոմիկի մեխած մեխերը որ հավաքենք 7 միլիոնակ այն Մեսրոպիկա խառը, Թևանյան Անդոնա խառը յոժիկներ կհավաքենք, հասկանում ես դու։ Դու հասկանում ես, ոզնիներ կսարքենք։ Այնքան, որ որևիցե մեկը այդ համայնքապետարանից ակետից բեկետ չի կարենա գնա։ Դու ասում ես մեխած չկան։ Դու գիտես երրաբլուրն ինչ է Ռոմիկի համար։ Դու կարաս պատկերացնես ինչ է մի մարդու համար երրաբլուրը, ով իր ողջ գիտակից կյանքը դեռ այս ժամանակվանից, երբ որ սովետական միությունն էր կայացած օպերացիա իրականացնում մեր հայերիս ու Հայաստանից գլխին, այդ ժամանակվանից կամավորության մեջ է, մինչև այսօր ու հենց հիմա էլի իր զորքը դիրքերում է ու ինքը մի կողմից այստեղ իր գործարում, մյուս կողմից ուշքը միտքը դիրքերն է։ Դու եկել ես ասում ես ով քանի մեխած կա ու երրաբլուրը ում համար ինչ է։ Մի մարդու համար ում ավակ ընկերս Վազգենը Սարգսյան ուղարկավորված է այնտեղ, մի մարդու մասին ես դա ասում, ում հայրան ախպերը Ռոլանդը ուղարկավորված է այնտեղ, ում ընկերները մեծամասնությունը թե 90-ականներից, թե 40-ից, թե 44-օրյայից հապետից սկսած, վերջը այնտեղ են ուղարկավորված, դու այդ մարդու մասին ասում ես, որ մեխած չկան երկրի համար,
Դու լուրջ ես եղել սա նկարելուց ու խոսելուց։ Քեզ շատ ավելի կոպիտ խոսությունից կարա փրկի մենակ մի բան, որ դու ասես դե կներեք, կայֆ եմ եղել, չեմ ջոգ ինչ եմ խոսում։ Դու այդպես կարող ես միգուցե շատ շատերի մասին խոսել պաշտոնյաների, բայց ոչ դու, ոչ որևիցե մեկը չի կարա խոսի Ռոմիկի նման տղեկի մասին ու Ռոմիկի մասին այդ խոսույթով։ Մատները սենց ես ուժեղ դու աշխարհի ամենադուխով տղեն ու ամենաուժեղ տղեն է։ Ինչ որ հարց կա արա։ Ինչ որ հարց կա։ Կասկածող կա դրա վրա արա։ Կուզեի մի ապենայ որոշ շարրանների դուխը, երբ որ դուխով տղեր գեին պետք լնում։ Այդ քարտուղարուհի Մեսրոպիկը, ու են Սեյրանի քարտուղարուհիները, որ որները տնկած ծնդեղ են գնում, եսի մինչեր են խստիկություն անում կծում, թող սարկաշներին օղ անեն, ու իրանք շատ լավ գիտեն, Ռոմիկնով է իրանք ով են։ Ու այդ կռուգը ովքեր են վապշե, Թեբանյան ալդոնները ովքեր են, որ գնացել են Ռուսաստան տեղ ORT-երով, թուրքամետ ռուս գործիչների ճատկակոշիկներն են լպստում լեզվով։ Հասկացաք ով արա։ Մեխմեխած չկան, բախտները բերել է։ Այդ ձեր բախտն է բերել, որ Ռոմիկի նման համեստ տղակ է այս աշխարհում, ով ինքը չի հելնում, ձեզ ցույց տա ով է ինչ է։ Ես էլի եմ կրկնում, որպեսզի ճիշտ հասկանանք իրար։ Հարցը ինչի։ Կոնկրետ քննադատության մասով։ Հարցը ինչի։ Ես ինչքան եմ հարգում Ռոմիկին։ Հարցը այն էլ չի, որ ինքը կռված տղա է։ Եթե քննադատություն կա, քննադատեք, ձեր ուղեղով, ձեր գործն է, ինձ դա քիչ է հետաքրքրում։ Որովհետև պաշտոնյա է մարդը, պետք է պաշտոնյան մշտապես պատրաստ լինի իր հասցեին քննադատություն լսելու, տեղին թե անտեղին։ Հարցը այն է, որ կյանքում որևիցե մեկը տեղերները չխառնեք ու անձնական խոսակցության դաշտ մտնելուց Ռոմիկի ձեր տերերի հետ, ձեր շառանների հետ չհամեմատեք արա։ Այ հարցը հենց այդտեղ է։ Ու այս հարցի կապակցությամբ եթե հարցեր լինեն, գիտեք որտեղ փնտրեք ինձ։ Հասկացանք իրար։ Սրանից հետ ունես հիմա ասեմ, հիմա ես ձեզ ասեմ։ Այդ Մայր Հայաստան կոչված ավականիներով սաղիտ է վերաբերվում արա։ Հայկ Մարությանի այդ ճուտիկ բուլիկներով էլի սաղիտ է վերաբերվում արա։ Սաղիտ։ Ես չեմ վիցետ բող, Աստված է տենում, ես չեմ խառնվել երբեք, չեմ խառնվել քաղաքային այս կամ այն վարչական շրջանի խնդիրներին։ Անգամ Ռոմիկը լինելով ստեղի վարչական շրջանի ղեկավարը, ես շատ հազվադեպ եմ, որևիցե միջոցառում կամ բան կիսվել իմ էջում։ Աշխատանքներ տենց ասոբը չեմ կիսվել։ Ասում եմ իմ ավակ եղբայրն է, իր գործին է։ Կան այնտեղ վարչություններ, կան այնտեղ աշխատակիցներ, թող ինչ անում են անում, ես իմ մասով։ Բայց դուք ստիպեցիք։ Հիմա ես անցյալ տարի խոսել էի, ու ես հույս ունեի, որ ականջներիդ օղարած կլինեք։ Ասել էի, այս տարածք մի եկեք դուք։ Ստեղ ձուկ չունեք բռնելու։ Մի տարի չեկաք, հիմա այն ծերից երրաբլուրից գյոզերով մտնում եք։ Ես ես հիմա խոստանում եմ ուղիղ։ Այդ Մայր Հայաստանա խառը, այդ Քոչա Սերժականա խառը, այդ կոֆե դնողականա խառը, այդ դուք դրտեցիք։ Ես վաղը 100% չեմ ասի, բայց մյուս օրվանից սկսած ամեն Աստծու օր տեղադրելու եմ մի հատ կարճ հոլովակ, ինչա արվել։ Ու տեղադրելու են այդ նույն հոլովակի մեջ նշելու են, թե որոշ տորնիկի ծնունդներ այս ժողովրդի քրթինքը լափելով ինչեր չեն արել ու ինչ ժառանգություն են թողել մալացած եւ այս վարչական շրջանում ապրող 140,000 բնակիչներին։ Այդ դուք դա ուզեցիք։ Ու կեթակ ես ասել տերերի մամմաններին եւ կլացածներ, կգնաք ու կվայելեք։ Չեմ ցանկացել։ Ասել եմ դեպի պրոտեստերա, թող գնա ոնց գնում է։ Այդ դուք ուզեցիք արդեն։ Դուք բերեք, դարձնեք շոու երրաբլուրը, մեկ կարանք ձեր ճանեք, երկուս։ Երրորդ ես ձեզ ասում եմ, ամեն Աստծու օր դուք տենալու եք համառոտ եթեր ինձնից, եթեր կլինի թե տեսահոլովակ, թե որոշ բջիջ ծնունդներ, ու մոզ դեմը, որները բաց կոֆե եք էփել, ինչ է ձև եք քակել ես քաղաքի ու երկրի մեջը, ու ինչից ինչա դառնում քաղաքը։ Այ դուք կտենաք։
Ay gնահատականը այդտեղ դուք կտենաք։ Դուրս եկեք բաներ եք փորփրում, դեսա փորփրոցի կտենաք։ Ու երնեք տվեք, անգամ մարզերով չեմ ցանկացել այդ բաները ցույց տամ։ Ասել եմ դա նախքին ներկա անընդհատ չանենք։ Հայ ես կարամ անդրադառնամ քաղաքական process-ին, բայց գործնականով չանդրադառնամ։ Շատ եք երազել, պրոբլեմ ունեք։ Դու Արտուր Խաչատրյանը խառը գողցած Տրուբեկից, դու Ռոբերտ Քոչարյանը խառը գողցած Տրուբեկից սկսած, Տրուբեկից արա գյուղացիների սոված թողող բջիջ ծնունդներից սկսած, քաղաքից բրծած սաղ դուք կտենաք։ Ay դուք կտենաք։ Ու եթե դուք եք ուզել։ Ուզում եք, այս ձևով ուզում խոսանք, կխոսանք։ Ստեղ ես շատ լավ գիտեմ ինչա կատարվում։ Ասեմ ինչա կատարվում։ Տերերը որոշներին ասել են ինչքան կարակ, հանրապետություն կուսակցությունը ջարդեք։ Ջարդեք դեմանտրությունները։ Սրանք ուղղորդված իրեք վարչական շրջանը, եթե չեմ սխալվում, որ կա բան։ Հանրապետություն կուսակցության վարչական շրջանի ղեկավար։ Ուղղորդված այդ տեղերի վրա են աշխատում։ Դարտաշեն, մասիվ մալացա, դարտաշեն, մասիվ մալացա։ Ուղղորդված, ուզում են էդի ջարդեն։ Ձեր արածը սրտացավություն չի։ Ձեր արածը տխություն չի։ Ձեր արածը քաղաքացիներին ինչ-որ խնդիր լուսաբանելը չի։ Ձեր արածը չոր, կոպիտ, վատ ձևի, վատ տղավարի քաղաքականա ու այդ քաղաքականի պատասխանը իզդից կստանաք։ Ես այս վերջի շրջանում մաքսիմում փորձել եմ թողնեմ իրենք ազատ են, որ ամեն մեկին ուզում ասել, դուք կստանաք այստեղ։ Ես ձեզ զգուշացրել եմ, մի մտեք այս տարածք։ Կամ մտնում եք անձնական թիրախավորումներ մի մանեք։ Անձնական եք ուզում, անձնական ձեր տերեն Մեսրոպիկ, դու ես եթերը նայում ես, քո տիրոջ մաման դու տես ոնց է լացում։ Քաղաքական տիրոջ մաման։ Դու տես։ Կյանքներ այս տեղներս եք հասցրել։ Հելելեք ժամանակավոր լուծումներ ա տրվում 1000 ու մի տեղ։ Ժամանակավոր լուծումներ։ Ասում լավ, սեզոնային է, այս իրավիճակը, մի հատ էս ինչ բան արվի, մինչև հաստատվի, այս տաղաքիցը կամ են գործառույթը եւ այլն եւ այլն։ Այս ժամանակավոր լուծում տեղեկանում են, ներսովից ցրում են Էսյանենյան, նրան գալի դա ներկայացնում են որպես օ արած աշխատանք, բայց տեսեք ինչ վատ է արվել։ Արա, դուք հիանալի գիտեք դուք ինչ եք անում։ Ես էլ հիանալի գիտեմ ու ինչ եք անում։ Ու այդ հիմա դուք ձեր իմացածը արեցիք, դե հիմա իմ իմացածները կտեսնեք դուք որնա։ Ուզում եք ընտրություններ 2026 թիվ հունիսի 7, դուք կտեսնեք ընտրությունները։ Դուք կտեսնեք, այս ժողովուրդը կտեսնի։ Այո, կաշվի վրա կզգա, թե ոնց է ժողովրդի քերթեն բրիթով։ Քերթեն մինչև ոսկորը։ Տարոն Մարկարյանի վաղ ուր էր արա, Մեսրոպիկ։ Չէր տեսել ինչա կատարվում արա։ Տարոն Մարկարյանը արա, այդ ֆունցիկը արա, այդ ֆունցիկը կոնկրետ պայամոք ես բան եմ ասում արա, որ շատ լավ գիտի իր հորը ով սպանել, ոնց է սպանել։ Շատ լավ գիտի ու գնացել է գործարքի արա։ Գնացել է գործարքի, որ այդպես մի ձև որտեղ տեղ չի ունեցել, ուզում եք շատ բան խոսանք, તો շատ բաներ կխոսանք։ Դե դուք տեսեք։ Դե դուք տեսեք։ Մենակ տարոնը հերթով սաղ ուղի անցնելու։ Սաղ քաղաքը ժողովուրդ ուղիղ բան եմ ասում։ Լյուբոյ վարչական շրջան լյուբոյ տեղ դրեք։ Ով մտի թազագործի, պարզելու է, որ այդ վարչական շրջանը սաղ Մարկիս Կարրաբաս Բարրաբասներինն է։ Սաղ ինչ-որ հին ու թազա տերեր են եղել ընդեղ արենք, են մեկը ինա զավտ, են մեկը ինա զավտ է, սրանք էլ երկու հատ բան են, թեթև տեղ ասվալտ են արել, աչք են փակել, որ ցելի խողովակների մաման լացացնում են, անձրևատար այդ ժամանակ խոսողներ չեն եղել, ոնց, բայց ակնում անձրևատար հեղեղտար լուկերն է քանդում, 60,000 տարվա կեղտը այսօր է լցվել արա, այսօր է լցվել, բա մի հատ հասկանամ, լավ դուք կարող այդ ժամանակ, դա ամեն մեկը ինչ-որ մի պայ են, արա ձեր մոտ հարց չի առաջանում, բա 30 տարի որևիցե մեկը չի խոսացել արա, որովհետև ով խոսակ գլելու էին այդ արարա, գիտես խի, որտեղ քանդում ու գրավում էին սաղ։ Հիմի դուք եկել եք ստեղ, բա գիտեք այստեղ քանի որ որպեսի ես քար հանեցի, արի իմ ներկայությամբ քար հանի այնտեղ։ Եկեք սաղով այդ Մեսրոպիկին խփի թևից տակ, կգաք այստեղ իմ ներկայությամբ քար հանելու։ Չեք կարա, գլխանց ասում եմ։ Կգաք ես էլ այսպես պահած նկարելու եմ։ Կգաք ձեռով, մատերով, բանալիներով մի 30 հատ քար հանելու։ Օր ու ժամ կասեք։ Օր ու ժամ ասեք, իմ ներկայությամբ քար հանեք հələ։ Չեք կարա, որտեղ սա ծերիսեր մուտիլովկա է։ Ես անկեղծ ասեմ ժողովուրդ ջան։ Ներողություն մի քիչ հակացա։ Անկեղծ ասում եմ։ Ես չգիտեմ, այնտեղ առաջ բետոնը պիտի արվեր թե ավազը։ Առաջ բորդուրը պիտի լիներ թե ես դες բաներից այդքան էլ տեղյակ չեմ։ Բայց ես այստեղ ջղային ազատ եմ, որովհետև անձնական թիրախավորում է գնացել, այնպեսի մարդու, որ որևիցե մեկը իրավունք չունի դա անելու։ Ես այդ բետոնը պիտի այսպեսին լիներ թե ես չգիտեմ դա։ Կարող եմ իմանալ ասել։ Բայց երբ որ դու խափելով բան ես անում այնտեղ ու դու տեսնում ես որ այնտեղ կողքերից ջարդրտած հարմար ծրած է որ բան հերնի արած այդ վիդեոյի մեջ տեսնում եմ որ արդեն առաջի քարը հանած է երկրորդ մի հատ քարը հանեց մնացածը կարասանես դե տոմ է դա հա ես չեմ կարա քեզ հավատամ արդեն դու ջարդել վնասել ես ապեր այնտեղով ինչ արել արդեն չգիտեմ դու ջարդել վնասել ես դու ջարդել ու վնասել ես երրաբլուր տանող ճանապարհը
Այն մնացած բարձրաձայն նայած հարցերը ինձ քիչ է հուզում ու հետաքրքիր։ Ու մի հատ է կանգնել մատերի շարժումներով սենց եք անում։ Մեկը չփորձեք արա։ Որտե դուք սա կյանքները չեք տեսել, Տարոն Մարգարյան կլինի։ Ես շատ գիտեմ, որ քանի հատ քաղաքապետ ու քանի հատ վարչակարգ ղեկավարներ են եղել, ամենատարբեր վարչակարգ ղեկավարներ, մեկը չեք կարա ցույց տակ մարդու, ով կիրակի գիշերը ժամը 4-ին կարա եղած լինի իր գործի տեղը ու գործով։ Մեկը չեք կարա տել։ Խնդիրներ 1 միլիարդ հատ կա։ Ասեմ ավելին այդ 1 միլիարդը լուծենք 10 միլիարդ հատ էլ ավելանալու է։ Բա ինչ է ժառանգել որ։ Ինչ է քաղաքական մեկը ժառանգել, մեկը երկիր կամ պետություն է ժառանգել, այս շատ էլ վախտին ընդուված չի եղել խոսալ ցույց տալ այդ ամեն ինչը։ Ուզում եք հաթաթ, պրոբլեմ չունեք հաթաթ։ Ու մեծ ռոպիկ, այդ Թևանյան Անդոյա, Քոչարյանը Սերժականը խառը, սաղին դու, հենց իմ մնը դու։ Կասես ամեն օրով այդ կարճ նյութերս դիտեն։ Իրան սաղի մասին ալինի, սաղի ցեղի մասին ալինելու։ Ոնց են գողացել իզնից, մարդուց, իրա բալի բերանից, իրա թոշակառուցողի բերանից, տաթե կողե իրանց ընտանիքի ոռը։ Այ կնայեք ու կտենակ արա։ Դուք ով եք, այս օրվան ովքեր են։ Կնայեք ու կտենակ արա։ Շատ եք ուզում, կտենակ, այո որ օրինակ ցույց եմ տալու է, տեսեք ժողովուրդ այս մայթը ոնց է լայնացել։ Ոչ, ես ցույց եմ տալու այդ մայթը քանի տասնամյակ է նեղեղել ու քանի հատ գալաչկեք է դրդել փող լափվել։ Ինձնից։ Ու քեզնից ու քո ծնողներից մեծ ռոպի քո ընտանիքից նույնպես լափվել արա։ Ու դու գիտես էդի։ Ձեր Հայաստան դաշինքով սաղովիդ գիտեմ, այլ Հայաստան եք ինչ եք։ Սաղը դե գիտեք արա։ Չեք տենում չեք ջոգում, այսօր եկել եք երրաբլուր արա։ Բայց լափոցիներն է երրաբլուրը մեծացրել արա։ Բա մեկը գնացեք դա Սերժի ոռից բռնեք, ասեք բջի թուլա։ Բախեր երրաբլուրի տարածքները սեփականաշտորում, որ ռեստորաններ բացեն, տամբլը տաշի միասեն է, բա երրաբլուրն ու դրոշները չէր տենում արա։ Բա հենեք մեկը տասեք արա։ Եկել իմաստը հեվանով, վայ տեսեք, տոմիկներ, էլ ինչ ասես սրան։ Բա մի հատ ասեք տենանք արա։ Բա մի հատ մեկը տասեք, դուք ունեք այդքան։ Պլոճիկ եք ունեք եք, դուք գիտեք ինչից եք վախենում, արա դուք մենակ ձեր անձից չեք վախենում, դուք ձեր ընտանիքից եք, որովհետև դուք ինքներդ գիտեք, թե ձերոնց հականները, ձեր շեֆերը ինչքան սրբապիղծ են, որ կարան մտնեն ձեր ընտանիքները ընդուք միջև, այդ դրանից եք սաղ կյանքներդ վախեցել արա, հասկացաք դրա համար ասել են, դավայ վազալ կոֆե դնելու, վազալես կոֆե դնելու նաֆիգ, այդ եք դուք արա, այսօր ժողովուրդ արիվար երկրի բարկեն եք վայելում, դու պիչև ավա քանի են դարել, մի հատ էլ այ գիտեք որպեսզի քանի որ Տոլավ է Սաղ երրաբլուրը սեպականաշնորած կողքի տարածքներ արա ասելիք չես ունե, արա կուրսի չես եղել, հիմի կուրսի ես, վաղը տենամ ինչ ես անելու, տենամ դուխըտ որտեղ ա սրաս նայելը որևիցե մեկը Քննադատում եք, սիկտիր եղեք գնացեք իշկան ուզում եք քննադատ եք արա, տեղին կանեք, անտեղի կանեք, ինձ տանձից չի, ձեր գործնա դուք, ձեր հետևորդները, ձեր ուլերը, մարդաձերթայ պատկերացումները, ինձ էդի քիչ այդեք դուք շատ փոքր եք ձեզ անդրադառնամ արա, բայց անձնականացնելուց հարցերը պատրաստ եղեք անձնական պատասխաններ լսել, ու մյուս անգամը, եթե Արտուր, սա արդեն ուղիղ քեզ եմ ասում, ուղիղ քեզ, մյուս անգամը, այսքան բանը իմանալուց հետո, եթե Ռոմիկ Մխիթարյանին ուղիղ նմանատիպ ծաղրանքով Ձեր առնոցու խոսքով ինչ-որ բան լսեմ, շատ ավելի չափած անես վատ եմ խոսալու, որ որևիցե մեկը չէր երազի այդ վիճակում հայտնվեր։ Չփորձեք սրանից հետո։ Բան ունեք, ինչ-որ բաներ եք տենում նկարում, գնացեք ձեր համար տեսեք նկարեք։ Ընդեղից կուզեն կպատասխանեն, չէ, ձեր գործն է։ Ես ուրիշ հարցերի մեջ եմ։ Սենց բուջուր բաների մեջ չեմ փորձում դիվիդենդ հավաքեմ։ Իմ գործունեությունը բանի մասին չի, բայց սրան բան անեմ։ Իմ գործունեությունը իմ պետության մասին է, իմ լավ պետության մասին է։ Ու երբ որ ես մի բան բարձրաձայնում եմ նենց, որ ուղիղ հասցեատերը հաջորդ օրը ցանկություն ունենա գնա շատ արագ շտկվելու։ Ոչ թե դիվիդենդ հավաքելու մասին է, այն էլ երրաբլուրում։ Հասկացանք իրար։ Սա գաղափարական տարբերություն կա, կարող է ես եմ սխալ, կարող է դուք, չգիտեմ։ Ես տենցն եմ, դուք տենցն եք, ձեր գործն է։ Բայց անձերի մասին խոսելուց հատկապես Ռոմիկի զգուշ կխոսակ սրանից հետո։ Իմիջայլոց, մի բան էլ ասեմ։ Ռոմիկը Մխիթարյանն մարդն է եղել որ բաց երկխոսություն նախագիծը երբ որ ես սկսեցի ու այդ մի հատն եմ հլը արել այդ մի հատիկը քանի վարչական շրջան ենք 12 վարչական շրջաններից որևիցե մեկը մինչև այսօր դες ԿՊ-ականներ են կամ հանրապետություն որևիցե մեկը այսօր չի ասել գնա ջան կարանք մեր մոդել անենք միակն է եղել որ քաղաքացի վարչական շրջանի ղեկավար ու աշխատակազմ հանդիպում ենք իրականացրել, մարդիկ իրենց պատկերացումները, ծրագրերը, հարցերը, խնդիրները, քննադատությունները բարձրաձայնել են բոլորի ներկայությամբ ու բոլորի ներկայությամբ պատասխաններ լսել։ Այսինքն ամեն մարդ կարա մոտենա, չէ՞, վարչական շրջանի ղեկավարին։ Բայց դա նման նեղ հանդիպում։ Ընդհանրական առումով
Ստեղ է եղել ու Ռոմիկը միակն է եղել որ դարան համաձայնել է հերիք չի աջակցել է որպեսզի դա անպայման իրականանա հերիք չի ցանկություն է հայտնել որ էլի մի օր մի բան կազմակերպենք հերիք չի վերջերս էլ ինձ հիշացրել է որ հեսա գարունա բացվում մի հատ էլ չանենք բա դուք եկել ում մասին եք ինչ խոսում արա ում մասին Ռոմիկը սուրբ է բնականաբար չէ Ռոմիկը աշխարհի սուպեր ղեկավարն է բնականաբար չէ Ռոմիկը քաղաքացու հետ աշխատող մարդն է քաղաքացու խնդրով ապրող մարդն է կարում է ինչքան կարում է անում է չի կարում ինչ որ չի կարում ասում ախպեր դու չեմ կարում չի լինում մարդու հետ է ինքը ինչ որ հարց ունեք ստեղ հիմա ինչ վերաբերվում է այգուն Ետեր էր արի ժամանակին, ես հիշում եմ 30-ամյակի այգու։ Այս այստեղ դու խոսում ես, ասես այս ժամանակին ես էլ եմ եթերով անդրադարձել հենց քո եթերին։ Կարաս YouTube-ով իմեջում մտնես, փնտրես ու գտնես մոտավորապես օրը քո հիշելով կարաս իմ եթերը գտնես։ Քո բերած նկարները, դե ինչ նստարանին ինչ գումար են տվել ու իբր դու ճարել ես ավելի էժանը, չի համապատասխանում իրականությանը։ Ու ես սա քեզ ավտորիտետնի եմ ասում, որովհետև քո բերած նկարը, այն որ երկու հատ ու գոլնիկեր վրան 4 հատ տախտակ ես լենքի ու այն ինչ որ էս այգում կա իրար հետ ոչ մի առնչություն չունեն սա մեկ երկրորդ այգու հիմնանորոգման ժամանակներում Ռոմիկը Մխիթարյան ոչ թե միայն վարչական շրջանի ղեկավար չի եղել այլ առասարակ պատկերացում էլ չունեցել որ ինքը կլինի ստեղ ղեկավար ասելիքդ գնա ուրիշ տեղ փնտրի ասեմ ավելին Ռոմիկը Մխիթարյան հիմա 30-ամյակի այգին այն անընդհատ բզբզալով կռիվ տալով գիտեք կառավարության մեջ ոնց է չէ՞ պիտի ընդեղ էլ բան անես Վերում է նրան, որ անպայման այս այգին իր ֆանտաններով հանդերձ, շատրվաններով հանդերձ օգտագործվելու է։ Ու գիտես ոնց։ Այնպես, ինչպես որ երբեք որևիցե Քոչասերժա Դաշնակա Թևանյան Անդոնա Ձևիստախարը որևիցե մեկը չի մտահոգվել, որ աշխատի։ Ու այդ ժամանակ բանալիներները կվերցնեք կգաք նկարելու։ Սաղովդ։ Իսկ այդ բաց երկխոսություն նախագիծը որ անում է, հրապարակային էր, որևիցե մեկը չեկաք Տեղում բարձրաձայնելու հարց ու պատասխան ստանալու։ Բա գայք, հրապարակային դրած եղել մի քանի օր դրա մասին խոսել ենք, մի անգամ ասել եմ ովքեր Տոմս են ուզում, ես ինքս կբերեմ ձեր տուն, կհասցնեմ Տոմսը, մենակ թե եկեք։ Ու բաժանել եմ դա, ով զանգելա, ես հաստատ այդ դիտողներից կլինեմ հիմա։ Ով զանգելա, ավտոն քշելով գնաց է, Տոմսերը բաժանելով եկել են։ Այնտեղ հազարատ հարց է եղել։ Կարող է 50-ին լուծում է եղել, 20-ին լուծում չի եղել, 30-ը ունեցել են իրաց պատճառահետևանքային կապը, 20-ը խոստում, որից 18-ը իրականացել են, 2-ը չեն իրականացել, չգիտեմ։ Ինքներդ գայք այնտեղ ու հարց ունեք, հարց տայք։ Սաղի ներկայությամբ։ Ոչ թե գաք նկարեք, կիսապրատ ես ինչ անեք, հետո հերնեք տնազ անեք մարդու, այն էլ ով, ում տնազը ու ելնեք էթակ։ Հասկացանք իրար։ Այս մասով Այգում այդ 30-ամյակի այգում, այո, շատ թերություններով արված։ Բայց գնացեք հասիատ տիրոջը գտեք։ Գնացեք ու հասիատ տիրոջը գտեք։ Իմիջայլոց դուք այդ մասով Ռոմիկին մեղադրում եք այնց, ոնց որ ձեր պարտված պատերազմներով, ձեր թալանված բանակով այսօրվա պարտությունը գցում եք վարչապետի վրա։ Այդ նույն ձեռագիրն է։ Դուք փորձում եք ձեր արևին, մալացասեբայցա վարչական շրջանում ձեն կորցնեք, ձեն փախցնեք, ձեր սրտացավությունով դրուգ ատեղա շարժվել, որը առհատ է ստացվելու է, առհատ, ու դուք ստիպել եք այն, որ ես վաղը չեմ մյուս օրվանից, ամեն օրով, հատկապես Մեսրոպիկին, հատկապես կողքերի և մի երկու գյադու համար, ունենալու եմ եթեր, թե իրանց տերերը ինչ են արել, այսօր ինչ է արվում, իրանց տերերը ինչ են արել, որ այսօր հնարավոր չի հլը որ անել, իրանց տերերը ինչ չեն արել, որը պիտի անեն ու գնացել է իմ կյանքից, իմ երեխեքի կյանքից, իմ ծնողների կյանքից ու 140,000 բնակչի կյանքից, ու ներվերից ու առողջությունից ու համբերությունից։ Այդ եք ուզում, պրոբլեմ չունեք, ամենօրյա ռեժիմով, քանի օր աստեղից մինչև հունիսի 5-ը, դե հունիսի 6-ը լռության օր է, չէ՞, մինչև հունիսի 5-ը ամենօրյա ռեժիմով տաշելու եմ ռոբասերժական կլանի տիրու դարդը։ Ու դրա մեջ, եթե մեկը նեղվեք, գնացեք ձեր մեջ գտեք դա։ Փնտրեք, ես հազարատ ուրիշ գործ ունեի։ Դուք ստիպեցիք կենտրոնանալ, դուք պրոբլեմ չունեք։ Եղավ, որտեղ ձերը կասեք, այնտեղ 10 անգամ իմը կերևա, կարակ դուք չասեք։ Գրիգոր, լսի քեզ ինչ եմ ասում, Գրիգոր, քո տիրոջ մասին կարամ խոսամ, եթե տեղյակ չես, ապետ ջան, ուզում ես մի հատ իրար տենանք, ես քեզ ասեմ քո տերը ով արա, բա քո տերը ինչ արեմ մի հատ էդի թվարկի,
Ուզում ես մտիրը կարենք իրար տենանք արա, որում ես այդքան իրար տենանք, դու դրել ես, յանի ես տեր ունեմ, տերս էլ ինչ արը, տեր դու ունես, կամ էլ չունես, ես անտեր ես արա, հասկացար դու արա, իմ տերը, իմ ծնողն ու իմ աստվածն, դու բան ունես այդ հատ, կամ մեկը որ թարս բան կարա հիմնավորի, ես կարամ հիմնավորեմ, որ իրաց տերը քոչա սերժականներն են արա, ու որ հանդիպենք հաստատ կջոգեմ քո տերնով արա, դու կարաս հիմնավորես, որ իմ գլխի վերևը բացի իմ աստծուց իմ ծնողներից ուրիշ տեր կա, որ ես բան ես գրում արա, այդ ֆունկցի կար, այդ ուֆտա, կարաս արա, եթե կարաս լսեք ես ինչ եմ ասում արա, սուչարա, համար ես Facebook-ում դրածա կսանք ես անպայման կգաս դեմս է, օй լուղ, կգաս ես կես կասեմ, քո տերնովա, մնացածներ դու ինքդ կջոգես, թե իմ տերերը ինձ ոնց են դաս ծիրակել, հասկացար արա, բա քո տերն ինչ արի, ես քո արևին անողնաշար ապարոտ եք, ես ֆռում այդ ֆունկցիկ, իսկ քո իմացած չուբլե բասների չհամեմատես, այդ ֆուցն, եղավ արա, դարմայետներին այ բա քո տերն ինչ արի, կգաս ես կես կասեմ ով ինչ արի, կզանգես ու կգաս ստե ես կես կասեմ ով ինչ արի, այդ ֆունկցիկ, անպայման արա, չթռնես ես այետերը պրծավ ես կես մեսենջերով կգրեմ արա, ու ով չկա հետս հանդիպման, այն որ աշխարհի ամենավատ տղեն է, եթե տղա է, հələ այդ կպարզենք, չակուրտակ, քո բողլու չակուրտակներին նա яра, նեզ ապարոկա որոշիր ֆրասս թե, ում ես համեմատում արա դու, ում արա, Սկի քո տերերը արա, քո տերերը իմ ճատերի հետ չեն կարա ոտ կծեն արա։ Դու եք ես որոշեցիր ապարոտ կա ֆրաս ու շատ իրեղի մեսենջերին։ Իշքան վաղ, կլինի 2 տարի, հանդիստ, համեստ, փորձում ենք մի քիչ տրամաբանելով, մի քիչ խելացի ձևով, զրուցելով, ամեն ինչի մասին խոսանք, բան, սրանք որոշել են, որ ռասենց հանգիստ սիրուն ձևակերպումներով բանով խոսում ենք, արա կարող ես մի բանից վախեցել ենք, վայ կարող է զատնենք դրել, արա վայ կարող է ինչ-որ հուշ տնեղել, կարող է ինչ-որ, սենց բաներ են մտածում, վատ է կարա, դուրներ եք գալիս, ասած կա խոսանգետները, այդ ֆունկցիաներ, ո՞նց ես դուր գալի Չմտա մենակ մի պարագայում կապուրով չեմ ուզում խոսամ որ դստեղ կնամիկ կան, կանայք կան, աղջիկներ կան ձեր դոգի, ձեր երազանքների այն սարփապիղծերի եթերը չի եսի, էլի այն բեզաչոտնիկ ֆուցնների եթերը չի, էլի բա քո տերերը համբալներին նայլը Սրանց հետո խորհուրդ կտամ, սրանց հետո խորհուրդ կտամ, եռաբլուրը լուբոյ պարագայում շոուի հարթավայրի չվերացել, եռաբլուրի մասին վաղտին մտածել էր պետք, են որ, մինչև 2020 թվականը, եթե գնայիր եռաբլուր, շիրիմների կողքից պրիզիրվացիվ կգտնեիր, այդ վաղ դուք չկայի կարա, Այդ վաղ դուք չգիտեիք եռաբլուրն ինչա ու երբ որ ես իմ նման տղեր դրա մասին գժվում ենք բան ենք arrive ենք անում շուխուր ենք անում նստում ենք սատկեկի դուք էլի չկայք կլուբներում ես ինչի կաթեիք խմում արա այսօր վդրուկ քանի որ քաղաքականապես ինչ որ բան ես այդ բջիթուլն է այս սրբազան բան աճապայանի բիջնա մանդաբուշկենա հասկացա Այսօր վդրուկ հելել մատով տոմետ եք քանդում, որը իմ ներկայությամբ չեք կարա անեք։ Չեք կարա, ես չգիտեմ, ես կանել եմ, նայեմ նկարեմ։ Կարակ եկեք արեք։ Ջարդել ու վնասել եք այդ քարերը։ Ինչի համար պատասխան եք տալու։ Ես հետևողական եմ լինելու դրան, որ պատասխան եք տալու։ Այնտեղ փորձակնություն էլ պիտի արվի։ Պիտի գան ու նայեն։ Ոնց է լինում, որ այդ սաղ հարթ տարածքում այդ 3 հատը կողքերից ջարդրտացա Ծակացա էսի անից, որ կարա ձողել մտնի շուրտահանի Հրանտ ենոքյան մամմայիդ հետ եմ խմել Պրոբլեմ կա ինչ-որ Դու ғզիկ ես ոչխարի զավակ Դու հրանտ ғզիկ ես Դու խմող տղեկից փախնում ես Դու ինչ մանկություն ես տեսել Ինչ-որ մոտդ վատ հիշողություններ կան Պապատ խմած եկել մամմայիդ ինչ արել Որ դու տենց տրավմա ես ստացել ինչ-որ Հա Այդ մուտիլովկեն տարածողներին ես խլեշել եմ
ու հիմնավորել եմ։ Հիմա դու մտնում ես դրա տակ։ Քեզ բան եմ ասում։ Այ ոչ մի բան։ Որ դու խոսում ես Հավայի վրոզի խմելուց։ Դու ինչ որ տարավ, դու խմող տղեկ ես, ես չխմած չեմ։ Դու խմող տղեկի հետ խնդիր ունես ինչ որ։ Խմող տղեկին բան կա ասելու։ Դու քո ցեղից մեկը, քո կռուկից մեկը, դու ցաղատես կիսա գոմի ինչ եք, դու ով եք արա։ Հնարա։ Եկե մուտի լոկով ստեղես մտե, մորդ հետ եմ խմել, պրոբլեմ ունես, ու հեսա գալու եմ քեզի մի հատ էլ ակալները տոկ եմ խմած, հարցեր ունես դու, փախի տնից։ Փախի, կամ գնա մամայիդ ասա, արա խմող ընկեր մի բեր տուն։ Դա է սիկտիր եղար սկուց։ Ու լուբոն եք ով որ մուտի լոկ են տարածում եմ խմողելնելու վերով, ես նրան այսպես լիքա ասել եմ ցեղա խառը հիմնավորելով։ Ով մտնում է դրա տակ, պարյամո իր օջախիվա կապուրա վերցնում։ Սիրով եք դա անում։ Okay, ջեն բարևներս մայրիկին եւ հատկապես հայրիկին։ Իշոր ասածներից հետ կապված հարցեր կան, այն մյուս բջի թուլին կվերցեք կգաք իրար հետ։ Մուտիլով, այդտեղից մենթի մակարդակի մուտիլով կեկով, ուզում եք այսօր կայանա, կարա, ինչ քոարկաշից էլ համար քաղաքապետարան գործ, արա ես կեզ մեր ու հեր եմ ասում, դեսի չես պատասխանում, արա։ Ուրեմ լսի կեզի չեմ ասում, ինձ չեն կարա որևից հետ գործի վերցեն, այ բջի թուլլա, որովհետև ես բարձրագույն կրթություն չունեմ։ Ու այն որ 6 տարի է, սաղը պորճի բալայավարի, մուտիլով եկեք անում, այ գնելը խոսում է, որովհետև պաշտոն է ուզում, ու գնելը 6 տարի է կոպես դալբայով բջի թուլեկին ասում է, գնելին չեն կարա պաշտոն տան, այ քո նման լրբի ծնունդը, գոնե մի անգամ պիտի նստեր լսեր, որ չգնար, քաբզերի մուտիլով եկի տակ մտեր, սեփական ուղեղի թեփ լցած, հիմի գանցտեղ նստեր, մոր ու հոր վրա կապուր հավաքել, հասկանում ես դու այ ետիմի վաստակ։ Հասկանում ես դու արա, գնելին, թե չէ, գնելը իրա պաշտոնը վաղուց էր վաստակել, հլե ուր ես դու ծամբացել չես եղել երևի, հասկացար թե չէ արա, բայց քանի որ քո տերերը, այն մյուս բջի թուլի տերերը, այնց երկիր են սարկած եղել, որ կարան կարգավորող մարդը սովորել, բայց տենց էլ դիպլոմ չունենար, դրա համար ես էլ չունեմ, իսկ պաշտոնը մասնագիտությունը դիպլոմա պահանջում, ոչ թե Տարոն Մարգարյանիդ նման, Քոչարյան բանիդ, Ռոբերտիդ նման, Պոլու դիպլոմատներ, որ եկան այստեղ դառան պաշտոնյա առանց դիպլոմով։ Հասկացար արա, սա պետություն է։ Ու այդ պետությունը ես եմ սարքում իմ նման մարդկանցով, որտեղ որ այո մասնագիտական տվյալներն ու դա հաստատող փաստաթուղթը անհրաժեշտություն են։ Ուզես թե չուզես, ձեր նման տուպոյները պատզեմկեքի դիպլոմներով էլ կյանքում որևիցե տեղ չեն լինելու։ Սա ականջիտ է ողարա, ով որ քեզ իմ մասին մուտիլով կեկեր արե, կգնաս իրանք ասես գնել է քեզ էլ էր ասում, քո ցեղին էլ էր ասում։ Հասկացար բջի տղա։ Դե դավայ փախարստից։ Այսքան բան ժողովուրդ ջան, լավ եղեք, այս մասով դեռ շատ կխոսենք։ Իսկ ես ասացի, հենց բաղը չգիտեմ, հնարավոր է բաղվանից, բայց մյուս օրվանից հատկապես ներում բեկում չի լինելու։ Ես ուզում եի հանգիստ սիրուն ձևերով, դուք չեք ուզում հանգիստ սիրուն ձևերով։ Ձեր համար առանձին մշտապես նյութը կսարքեմ, իմ եթերները առանձին մենք մեր ժողովրդով սիրով, զվարճալի ձևով մեր եթերները կանենք։ Կաներեք ժողովրդան, որ մի քիչ հունիցս հելա, 1000 ներողություն եմ խնդրում, դա ունի իր հիմնավոր պատճառները, բայց խոստանում եմ, որ բացի այն կարծնուտերից, որոնք հատուկ իրենց ու իրենց շեֆերի համար է լինելու, բացի դրանից ուրիշ ոչ միտեղ փորձում այլևս հունից դուրս չգան։ Իսկ մենք մեր սիրուն ժպիտով թեմաները դեռ երկար կքննարկենք։ Մի հատ էս պոռնիկի վաստակին մատ թափովը ստուց ռադ ենք անում։ Լավ եղեք։ Գնել Սարգսյան, այդ անոնսուն, անցանք լավ։ Ինչ որ պետք է լսեիր քո ցեղի հասեի, լսեցիր։ Ու ցաղակաժների տողարեք մյուս անգամ ինչքան տենակ, այնքան ձեր ծնողներին ասեք բացած նստեն սպասեն ինձ։ Ներում բեկում չի լինելու։ Ես փորձել եմ, շատ եմ փորձել ու իրականացրել եմ իմել, ստացվել է, անել հանգիստ սիրուն եթերներ, փորձել քաղաքական տրամաբանության շրջանակներում լինել, քաղաքացիական տրամաբանության շրջանակներում։ Հունից անում եք, դուք գիտեք, ձեր հանածը, ձեր վայելած։ Էլ եմ կրկնում ժողովուրդ ջան, 1000 ներողություն, եթե ինչ որտեղ, չնայած ոնց որտեղ բան չեմ արել, չէ՞, ինչ որ քոֆուտ բան չի եղել, ընդհանուր։ Բայց անդրադարձերը չափազանց կոպիտ են լինելու, որտեղ ուր երրաբլուր պիտի չգայք, ուր տենց անձնավորությանը անձնական ծաղրանլի խոսույթով չպիտի դիմեիք։ Դուք անցած, ես չգիտեմ ձեր դասիրակության մեջ ոնց է, իմ դասիրակության մեջ իմ ընկերները սրբություն են ինձ համար։ Ես չգիտեմ դուք որ քուչեկը, որ մայլեք եք մեծացել, որ տենց ձեր ջոգելով սա նորմալ է ու կարելի է այդպես, տենց եք ուզում պրոբլեմ չունեք, սաղին ասեք թող պատրաստվեն,
Այս 3 ամիսը մոտավորապես էդ է լինելու։ Լավ եղեք ժողովուրդ, շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար, ամեն ինչ թույն է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։